Ողջույն սիրելի ցուլեր, ես այժմ կներկայացնեմ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա կանխատեսումները այն մարդկանց համար, ովքեր ծնվել են ցուլ նշանի ներքո։ Դե ինձ սիրելիներս, դեկտեմբերը լինելու է բավականին դանդաղ ամիս։ Ինչու, որովհետև այստեղ մեր արագաշարժ Մերկուրին ունենալու է հետընթաց, եւ այդ հետընթացը տեղի է ունենալու ձեր 9-րդ ոլորտում, այնուհետև ամսվա վերջում արդեն Մերկուրին մուտք կգործի 8-րդ ֆինանսական ոլորտ հետընթաց վիճակով եւ նորից առաջ կբերի այն բոլոր հարցերը, որոնք ձեզ մոտ արդի են եղել նոյեմբերի 20-ից հետո, այսինքն երբ Մերկուրին կրկին հայտնվել է այդ աստիճաններում։ Սկսեմ այս ամենի մասին հերթականությամբ։ Հենց ամսի 1-ին Մերկուրի մոլորակը մուտք է գործում ձեր 9-րդ ոլորտ։ Սիրելիներս, այն այստեղ երկար է լինելու, ներառյալ հունվար ամիսը, որովհետև այստեղ ունենալու է հետընթաց նշեցի, եւ մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ երբ Մերկուրին հետընթաց է, մենք այնքան էլ սթափ չենք մտածում, այսինքն մենք կարող ենք գնել իր, որի դեֆեկտը չնկատենք, մենք կարող ենք գնել թանկարժեք իր, որը ուրիշ անգամ կգնեինք ավելի մատչելի գնով, այսինքն այստեղ Մերկուրին հետընթաց վիճակում թույլ չի տալիս տեսնել ամեն ինչ իր դետալներով, նշանակում է, եթե մենք ունենք այդպիսի գնումներ, ասենք ավտոմեքենա, ասենք տան անշարժ գույքի առքուվաճառք, կամ ասենք հողատարած, կամ ինչ-որ թանկարժեք իրեր, որոնք դուք ցանկանում եք ձեռք բերել դեկտեմբեր ամսվա ընթացքում, այն կատարեք մինչև ամսի 10-ը, երբ Մերկուրին գտնվում է բավականին ակտիվ եւ առաջընթաց վիճակում, եւ այստեղ հնարավոր է այդ ամենը խելամիտ գնով, խելամիտ տարբերակով կատարել։ Մերկուրին 9-րդ ոլորտում սովորաբար բերում է մեծ ծանոթություն օտար երկրացիների հետ, կամ բերում է հնարավորություն մասնակցելու ինչ-որ ուսումնական դասընթացների, կամ այստեղ նաև օտարերկրացիների հետ, ճամփորդությունների հետ կապված ինչ-որ փաստաթղթային հարցեր կարող է բերել Մերկուրին, նաև 9-րդ ոլորտը դասավանդման ոլորտն է, սիրելիներս, եթե դուք դասավանդում եք կամ սովորում եք, այստեղ նույնպես սպասվում են նորություններ, նոր մասնագետ, նոր ուսուցիչ կամ նոր ընկերներ, որոնք նույնպես ձեզ հետ մասնակցում են տվյալ դասընթացին։ Ամսի 4-ից Վեներա մոլորակը մուտք է գործում ձեր 7-րդ ոլորտ։ Սիրելի ցուլեր, նշեմ, որ Վեներան 7-րդ ոլորտում իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում, որովհետև սա կարիճի նշանն է, եւ այստեղ ձեր գլխավոր մոլորակը լինելով Վեներան, այն ձեզ դարձնում է բավականին քմահաճ եւ խանդոտ։ Այսինքն, սիրելիներս, ուշադիր եղեք, Վեներան դեկտեմբերի 4-ից մինչև 29-ը գտնվելու է ձեր 7-րդ ոլորտում եւ նմանատիպ անձնական բնույթի հարցերը փորձեք մի փոքր խուսանավել, որպեսզի կոնֆլիկտի մեջ չհայտնվեք, սակայն Վեներան 7-րդ ոլորտում բերում է մեզ հաճախորդներ, բերում է մեզ գործընկերներ, հատկապես իգական սեռի ներկայացուցիչներ, որոնց հետ մենք կարող ենք շատ լավ լեզու գտնել։ Ամսի 8-ին ունենք շատ շքեղ ասպեկտ, որը կրկնվելու է նաև դեկտեմբերի 18-ին։ Տեսեք, Մերկուրի մոլորակը ձեր 9-րդ ոլորտից տրին է կազմում Յուպիտերի հետ ձեր առաջին ոլորտում։ Սիրելի ցուլեր, ամսի 8-ը հոյակապ օր է բոլոր տեսակի հարցերը կապված փաստաթղթերի, ուրեմն առողջական կարգավիճակի, գեղեցկության կամ ինչ-որ ուսումնական պրոցեսների, քննությունների հետ այսօրը հրաշալի օր է։ Նաև այսօրը հնարավոր է ծանոթություն այնպիսի մարդու հետ, որը իրենից ներկայացնում է բավականին բարձր հասարակական դիրքով մեկի, եւ այդ մարդը կարող է ձեր առաջ բացել հեռանկարներ ձեր աշխատանքի կամ կարիերայի համար, եւ այնինչ տեղի կունենա ամսի 8-ին կամ նրա մոտակա օրերին նշածս ոլորտներում, ուրեմն տեսեք, այն կրկնվելու է նաև դեկտեմբերի 18-ին, որովհետև նշեցի դեկտեմբերի 13-ից Մերկուրին հետընթաց է լինելու եւ այս ասպեկտացիան կրկնվելու է։
Ամսի 10-ը լարված է լինելու, խնդրում եմ այսօրը չվիճել, խնդրում եմ այսօրը գեղեցկության հարցերով չզբաղվել, պլաստիկ վիրահատությունների չդիմել եւ նաեւ ֆինանսական գործառույթներ չիրականացնել, որովհետեւ այսօրը ունենք շատ մեծ լարվածություն եւ շատ մեծ հիասթափություն։ Այստեղ Վեներա Յուպիտեր ընդդիմությունն է, մեծ եւ փոքր երջանկության մոլորակները գտնվում են հակամարտության մեջ, նշանակում է այստեղ մեզ մոտ այնինչ որ ծրագրենք այսօրը, այնքան էլ լավ չի ստացվելու։ Ամսի 12-ից ունենք նորալուսին։ Եվ նշանակում է առաջիկա 28 օրվա ընթացքում, քանի որ նորալուսինը 8-րդ ոլորտում է, մենք ունենալու ենք նորություններ։ Ամսի 12-ից հետո նոր ֆինանսական պարտավորություններ կունենան ցուլերը, կամ ժառանգության հարցեր կբացվեն ամսի 12-ից հետո, կամ բանկային գործարքներով կսկսեն զբաղվել, կամ միգուցե ամսի 12-ից հետո ցուլերի կյանքում կհայտնվի մարդ, որի հետ կգտնվեն գաղտնի սիրային հարաբերություններում։ Ամսի 13-ից նշեցի արդեն Մերկուրին հետընթաց է, դե ինչ դադարեցնում ենք բոլոր տեսակի մեծ ֆինանսական գործարքները եւ ընդհանրապես շատ ուշադիր ենք լինում մեր արժեքավոր իրերին, փաստաթղթերին, որպեսզի դրանք չկորցնենք։ 23-ից արդեն Մերկուրին մուտք է գործելու նաեւ ձեր 8-րդ ոլորտ եւ այստեղ նոյեմբերի 20-ից հետո այն ֆինանսական հարցերը, որոնք դուք ունեցել եք այդ ժամանակահատվածում, դրանք դեկտեմբերի 23-ից հետո ձեզ մոտ նորից ակտիվանալու են։ Ամսի 21-ը նույնպես լարված օր է, տեսեք այստեղ Վեներան 7-րդ ոլորտից ընդդիմություն է կազմում Ուրան մոլորակի հետ, դե ինձ սիրելիներս Ուրանը ցուլերին բավականին ըմբոստ է դարձրել եւ նրանք ոչնչից չեն վախենում, բայց այստեղ ամսի 21-ին հնարավոր է թեժ վիճաբանություն հենց խանդի հողի վրա կամ ինչ-որ թեթև ակնարկից հնարավոր է մեծ կոնֆլիկտ առաջանա, նշանակում է ամսի 21-ին նույնպես փորձում ենք չվիճել մեր մտերիմ մարդկանց հետ կամ միգուցե մեր հաճախորդների հետ։ Ամսի 24-ը նույնպես հոյակապ օր է։ Արևը ձեր 9-րդ ոլորտից այստեղ սեքստիլ է կազմում Սատուրնի հետ 11-րդ ոլորտում։ Սիրելի ցուլեր, դուք սովորաբար շատ աշխատասեր եք եւ Սատուրն մոլորակը ընդհանրապես սիրում է ցուլերին, որովհետեւ այն սիրում է պատասխանատու եւ պարտաճանաչ մարդկանց եւ դրա համար ցուլերը չեն վախենում երբևիցե Սատուրնի ասպեկտացիաներից։ Այստեղ ամսի 24-ին Սատուրնը ձեզ պարգևատրելու է։ Սատուրնը գտնվում է ձեզ համար շատ դրական նշանի ներքո, ձկներ նշանի ներքո, ձեր 11-րդ ոլորտն է եւ այս սեքստիլը ամսի 24-ի բերելու է ձեզ հնարավորություններ իրականացնելու այն երազանքը, որը դուք վաղուց ունեիք։ Հնարավոր է օտար երկիր եք ցանկանում մեկնել, հնարավոր է ինչ-որ քննություն եք ցանկանում հանձնել եւ այսօրը շատ լավ կհանձնեք, հնարավոր է այստեղ ինչ-որ արքուվաճառք եք ուզում իրականացնել, սակայն կրկին հիշեցնեմ, Մերկուրին այստեղ հետընթաց է եւ կարելի է պայմանավորվել ամեն ինչ, սակայն այդ ամենը իրականացնել հունվարի 4-ից հետո։ Ամսի 27-ին ունենք շքեղ լիալուսին ձեր 3-րդ ոլորտում։ Սիրելիներս, սա խեցգետնի նշանն է եւ այս լիալուսինը մեծ տրին է կազմում ձեր առաջին ոլորտում գտնվող Յուպիտերի հետ, նշանակում է ամսի 27-ը կամ նրա մոտակա օրերը ցուլերի համար նվերների օրեր են։ Դուք տալու եք նվերներ, ձեզ են տալու նվերներ, կյանքն է ձեզ տալու նվերներ, այսինքն այստեղ հոյակապ կարելի ասել պարգևների օր է, հրաշալի հանդիպումների օր է, այստեղ նաև մտերիմների հետ կան հանդիպումներ, միջոցառումներ եւ նշանակում է մեր տրամադրությունը ամսի 27-ից հետո միանշանակ շատ լավ է լինելու։ Ամսի 29-ից արդեն Վեներան է մուտք գործում 8-րդ ոլորտ ֆինանսական եւ ցուլերը 29-ից հետո սկսում են կենտրոնանալ մեծ ֆինանսական հարցերի վրա, բնականաբար ստացվելու է ամեն ինչ, քանի որ Վեներա մոլորակը ձեր գլխավոր մոլորակն է եւ այն ձեզ ապահովելու է մեծ ֆինանսական գործառույթների հաջողություններով։ Ամսի 30-ից Յուպիտեր մոլորակը, որը ձեր առաջին ոլորտում հետընթաց էր, սկսում է առաջ շարժվել, դե ինչ բախտից ինչ ենք ուզում։ Դեկտեմբերի 30-ին նոր տարվա շեմին Յուպիտեր մոլորակը սկսում է առաջ շարժվել ձեր առաջին ոլորտում։ Սիրելիներս, սա հոյակապ է, որովհետև Յուպիտերը արդեն տալու է ձեզ հնարավորություն ամբողջ ուժով առաջ շարժվելու։ Դե ինչ 2024-ը ձեզ է սպասում։ Իզել սիրելիներս։ Այսքանը դեկտեմբեր ամսվա համար կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ